This discussion we had today at the initiative of Vasilis is a very important one. Այն քննարկումը, որ մենք այսօր ունեցանք, իմ գործընկերոջ Վասիլիսի նախաձեռնությամբ շատ կարևոր է։ We Europeans, we are working hand in hand with the Armenian government and with the Armenian companies to overcome those political pressures that you are now suffering. Մենք Եվրոպական միությունը ձեռք-ձեռքի աշխատում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության հետ եւ Հայաստանում գործող ընկերությունների համար հետ միասին օգնելու ձեզ հաղթահարել այն ճնշումը, որը դուք տեսնում եք այսօր։ We had very practical discussions about logistics, about getting Armenian businesses and European businesses to meet. About access to the European market, and important announcements will be made this afternoon by the European authorities about branding and Armenian products to give them as much traction, as much success as possible on the European markets. Եվ նաև պրակտիկ քննարկում ենք ունեցել այսօր այս հանդիպման շրջանակներում, որը ներառել է լոգիստիկ հարցերը, ինչպես նաև այլ հարցեր, եվրոպական շուկաներ ներմուծելու եւ հնարավորություն ստեղծելու, որպեսզի հայկական արտադրողը հանդիպի եվրոպական արտադրողի հետ եւ ապահովի եվրոպական շուկայի մուտքը, արտահանումները իրականացնելու հետ կապված հետագայում այսօր ավելի ուշ ավելի կարեւոր հայտարարություններ են եւ այս առումով մենք համագործակցությունը շարունակում ենք. It's not the EU, it's not European friends that are asking you to make choices. Եվրոպական միությունը չի, եվրոպական բարեկամները չեն, որ ձեզ խնդրում են ընտրություն կատարել. We are reliable partners. Մենք վստահելի գործընկեր ենք. We don't threaten. Մենք չենք սպառնում. We don't pressure. Մենք չենք ճնշում գործադրում. We help. Մենք օգնում ենք. And we want to make sure Եվ մենք ուզում ենք վստահ լինել that Armenia's economic relationship with the largest trade bloc in the world, the EU, keeps growing and keeps you safe. Որ հայկական ընթացիկ համագործակցությունը ամենամեծ տնտեսական ցանցի Եվրոպական միության հետ շարունակվում է եւ ձեզ դարձնում է ապահով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։